Ամեն րոպե մի նոր դեղին նշում է ավելանում Աբելյան փողոցում։ Ոստիկանները դրանք շարում են ամենարյան հետքի, ամեն կրակված պարկուճի, ամեն իրեղեն ապացույցի կողքին։ Քանի գրակոցի ձայն է լսվել այստեղ։ Ոստիկանությունը ոչ մի պաշտոնական պատասխան դեռ չի տալիս։ Ականատեսները վստահեցնում են, որ փոխհրաձգություն է եղել տարբեր զինատեսակներով։ Մի 10 րոպե։ Կոփեին խոն տեսակ կրակոցային վերևի, գմ, մի բայթը մի 10 հատ խփին։ Երեխեքը որ դրոցից գարում են փախան գնացին դրոց, երեխեքը վախեցա։ Բնակիչները շոկի մեջ են, դասապրոցեսի ավարտին է սկսվել Աբելյանի արյունահեղությունը, երեխաները դպրոցից դուրս են եկել ու վախից հետ մտել դպրոց։ Մենք է տեսանք երեխեքը դաշտում վախեցած փախան այդ երեխեքը, ոստիկանությունը տեղում չի ինչ ասեմ։ Եթե նման բաներ լինում, իրենք լավ գիտեն ովքեր են։ Դուք միանգամից կրակոցի ձայներ, թե դրան նախորդել են վիճաբանության։ Չէ, ձայները լսեցինք, լուսամուտից նայեցինք ու տեսանք բավական մեծ թվով երիտասարդներ մեր շենքի դեմով անցան։ Ամեն լակոտից ձեռուց ենք կա, մեր ժամանակներով կանչում ենք, ասում ենք, խոսում ենք, բարիշում ենք կամ չենք բարիշում, իրար խփում ենք ձեռով։ Հանրապետական բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով 7 մարդ է տեղափոխվել, մեկը հենց այնտեղ մահացել է, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանց վիրահատում են։ Մեկը ցավոք սրտի մահացել է, վիրահատում են այս պահին 3 հոգի, երեքեն մնացած 3-ը ռեանիմացիոն բաժանվում են, ցուցաբերում են տարբեր բժշկական միջամտություններ օգնություն։ Ինչ վնասվածքներ ունեն, որ հատվածներում մարմնի։ Հիմնականում կրծքավանդակ, որով այն խիստ նախնական, հետո ավելի բարձ միացումներից են մասկետի։ Խփոցի այդում իրար դուբինկոն ծխում են դաշնումը, դիակ են անում, իրար քրփում են, մեր են քրփում, մենք էլ օգնում են մեզ էլ կամասն է գարմատակի չի կարմեն, արդեն։ Այստեղ պատահածը կապում են քրեական հեղինակություն Ֆազի սպանության հետ։ Նույն Ֆազին խփի, դրանք մոռ են պահել։ 2024-ի հունիսի 11-ին են Աջափնյակում շինարարներ փողոցում Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանին սպանել։ Քննչական կոմիտեն պարզել է, որ Չաղ Ռուստամ մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանն է պատվիրել Ֆազի Սերգեյ Գրիգորյանի սպանությունը։ Քննչական կոմիտեն տեղեկություն ունի, որ Ռուստամ Ստեփանյանի եւ Սերգեյ Գրիգորյանի հարաբերությունները վատ են եղել 2018-ից։ Հարաբերությունները թշնամական են դարձել 2020-ին, երբ Չաղ Ռուստամի մտերիմի էջից սեռական բնույթի հայհոյանք են գրել Ֆազի եւ նրա մտերմուհու հասցեին։ Լարա Արաքելյան, Լանա Համբարձումյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։